1996 թվական Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի եւ ադրբեջանցի գիտնականների հանդիպմանը քննարկվում է այնպիսի կարևոր հարց, թե ինչպես պիտի իրենք իրենց անվանեին։ Թուրք թե ադրբեջանցի, արդյոք պետք է օրենքով ամրագրել ինքնությունը որպես թուրք, կամ թե ադրբեջանցի։ Հանդիպման սվագրությունը փաստական ապացույցն է ադրբեջանցի եզրույթի եւ Ադրբեջան պետության արհեստածին լինելու մասին։ Ինչպես կարող է այս ազգը երկու անուն ունենալ։ Այդ դեպքում ինչու ուզբեկը չի ասում, որ Ուզբեկստանի թուրք է։ Թաթարը ինչու չի ասում, ես Թաթարստանի թուրք եմ։ Եկեք սա պարզաբանենք։ Դուք ասում եք Խաչաձևում է տեղի ունենում, եւ եթե սա այսպես քննարկվի, շատ բան տեղի կունենա։ Գուցեև ես սխալվում եմ եւ չեմ համարում, որ ես մեծ աշխատանք եմ տանում այդ ուղղությամբ։ Փաստորեն ստացվում է, որ այժմ մենք եւ մեր լեզուն պետք է անվանակոչենք այս 60 տարիներից հետո։ Երբ մենք ավագ դպրոցում էինք սովորում, մեր դասագրքերում գրված էր թյուրքական լեզու, այլ ոչ թե ադրբեջանական լեզու։ Մորս անձնագրում 1948 թվականին ազգություն սյունակում գրված էր թուրքերեն։ Հետո այն փոխվեց ադրբեջաներենի։ Մենք պատմականորեն թուրքեր ենք եղել։ Ադրբեջան բառը կեղծ է։ Այն հայտնվել է ավելի ուշ։